Պետք է անպայման գնահատել սեքսապաթոլոգի հետ, ինչքանով է ֆունկցիան համար առաջինը կապված դեղորայքի հետ, ֆունկցիայի նվազումը սեռական, որովհետև կարող է նոր հիվանդություն է առաջացել եւ դա ոչ մի ուղիղ կապ չունի նշանակված դեղորայքի հետ։ Եթե կապ ունի, հաստատում ենք, որ կապ ունի դեղորայքի հետ, մենք պետք է անպայման ուրեմն վերանայենք միգուցե դեղաչափերը կամ փոխարինենք համարժեք ազդման դեղի հետ այլ խմբի, եթե դա հնարավոր է, բայց երբևիցե խորհուրդ եմ տալիս ինքնուրույն հրաժարվել դեղից չի կարելի, ընդհատել դեղորայքը 10 օրով եւ տեսնել ոնց կլինեմ, այդ երբևիցե ընդունելի տարբերակ չի, որովհետեւ այդ 10 օրը կարող է լինել ճակատագրական հիվանդի համար եւ այդ 10 օրվա ընթացքում լինել մի այնպիսի սիրտանոթային մահացու պատահար, որ հիվանդը չփրկվի։ Իսկ մենք հաճախ ենք նման դեպքեր ունենում, երբ պացիենտը ինքնագլուխ դադարում է դեղը ընդունել, լսելով կամ կարդալով, որ դեղամիջոցը ունի կողմնակի։ Բաց ինտերնետում, որտեղ կա ոչ այդքան հավաստի տեղեկատվություն եւ ինքնուրույն հրաժարվում է